Լիալուսինը այն պահն է, երբ ներքին լույսը պայծառանում է, բացահայտելով այն, ինչը սովորաբար թաքնված է ստվերում։ Դեկտեմբերի 5-ի գիշերը երկվորյակների համաստեղությունում երկնային մարմնի ազդեցությունը կսրացնի տեղեկատվական հոսքերը, հաղորդակցությունը և հաստատված նորմերը վերանայելու ցանկությունը։ Շատերի համար սա արտաքին փայլ չի լինի, այլ ներքին կողմնացույցի նուրբ, բայց հիմնարար տեղաշարժ։ Մարդիկ կսկսեն լսել իրենց և ուրիշներին նոր ձևով, կձեռնարկեն վճռական քայլեր և կխախտեն հին ցիկլերը։ Հոդվածի վերջում ձեզ սպասում է Թարո քարտերի ընթերցում։ Խոյ. գործարար զրույցների և նուրբ բանակցությունների հիմն։ Խորերի համար այս ժամանակահատվածը լույս կսփռի ձեր մասնագիտական կյանքի այն հատվածի վրա, որը կապված է համոզման արվեստի հետ, բանակցություններ, գործնական նամակագրություն, հրապարակային ելույթներ և շփման բոլոր ձևեր։ Լիալուսինը ձեզ հուշում է վերանայել ձեր հաղորդակցման ոճը։ Ցանկալի արդյունքի հասնելու համար կարող է անհրաժեշտ լինել զսպել սովորական ազդակները և ընդունել ավելի մտածված տոն։ Կարևոր է նախապես մտածել ձեր փաստարկների մասին, պատրաստել փաստեր և կիրառել հակիրճ ձևակերպումներ։ Հիմա շատ բան կախված է պարզությունից։ Եթե դուք պատրաստում եք առաջարկություններ կամ խնդրում եք աշխատավարձի բարձրացում, ապա լավագույնն է նախ կրկնել բանալի արտահայտությունները և պլանավորել պատասխաններ հնարավոր առարկությունների։ Մի անտեսեք երկխոսության մեջ դադարները։ Երբեմն լռությունն ավելի հզոր է ձեր դիրքորոշման համար, քան շտապողական արդարացումը։ Ցուլ. ուշադրություն դրամապանակի նկատմամբ և իմաստուն ֆինանսական քայլեր։ Ցուլի համար այս դեկտեմբերյան ցիկլը կկենտրոնացնի էներգիան նյութական հարցերի վրա՝ հաշվարկներ, բյուջեի վրա բաշխում, պարտքային պարտավորությունների մարում և խոշոր ծախսերի պլանավորում։ Լիալուսինը պարզություն կբերի ֆինանսական այն ոլորտներում, որտեղ դուք նախկինում տատանում էիք ճշմարտությանը դիմակայելու։ Հանկարծ պարզ կդառնա, թե որ ներդրումները պետք է հետաձգվեն և որոնք արագացվեն։ Սա գործնականում պայմանագրերը վերանայելու, բաժանորդագրությունները վերանայելու և վարկերի կամ աշխատավարձերի ավելի լավ պայմաններ բանակցելու ժամանակ է։ Եթե դուք պլանավորում եք խոշոր գնում, խորհուրդ է տրվում գիշերը ընդմիջուկ վերցնել և որոշում կայացնել թվերը վերանայելու և վստահելի մեկի հետ խորհրդակցելուց հետո։ Կայունության նկատմամբ ձեր բնական հակումը կօգնի ձեզ կայացնել տեղեկացված որոշումներ, օգտագործեք այս ռեսուրսը, այլ թե գործեք իմպուլսիվորեն։ Երկվորյակներ. անձնական փոփոխություններ, որոնք գալիս են խոսքերից և տեսքից։ Քանի որ լուսինը լուսավորում է ձեր նշանը, բոլոր ներքին տեղաշարժերը հատկապես սուր կլինեն։ Ձեր անձնական կյանքը, մտերիմ հարաբերությունները և ինքնաճանաչումը կենթարկվեն վերանայման։ Դուք կարող եք հայտնաբերել, որ վաղուց մոռացված զգացմունքները պահանջում են ուշադրություն, կամ կարող եք հասկանալ, որ ցանկանում եք այլ ձևաչափ ձեզ մտերիմների հետ շփվելու համար։ Սա լավ ժամանակ է անկեղծ զրույցի համար, սակայն կարևոր է խոսել հստակ և զգուշորեն, վիրավորված զգացմունքներից խուսափելու համար։ Եթե մտածում եք ձեր հարաբերությունների առաջնահերթությունները փոխելու մասին, դա արեք գիտակցաբար։ Գրառեք ձեր զգացմունքները գրավոր, քննարկեք դրանք մեկ առ մեկ և մի պահանջեք անհապաղ պատասխան։ Լիալուսինը կբացի ձեր ունակությունը լսելու կապվածության թաքնված թելերը։ Սա համարեք ազնիվ և հասուն ընտրություն կատարելու հնարավորություն։ Խեցգետին. սիրային հարցերը կենտրոնական տեղ են գրավում։ Խեցգետինների համար լուսնային էներգիան կլուսավորի զգացմունքների և սրտի հարցերի ոլորտը։ Հին թյուրըմբռնումները կդառնան ավելի պարզ և մտերմության նոր հնարավորությունները կթվան ավելի հավանական։ Սա լավ ժամանակ է վերակառուցելու հուզական սահմանները կամ, ընդհակառակը, ավելի խորը բացվելու սիրելիի առջև։ Գործողությունների ընթացքը կախված է ձեր անկեղծ երկխոսության պատրաստակամությունից։ Եթե հակված եք խուսափել, փորձեք սկսել փոքր խոստովանություններից։ Եթե երկար ժամանակ սպասել եք լուծման, պատրաստեք ձեր կարիքների հստակ ձևակերպում։ Հարգեք ձեր անձնական տարածքը և մի թողեք, որ հույզերը ձեզ մղեն շտապ գործողությունների։ Ավելի լավ է ձեր զգացմունքներին ձև տալ անկեղծ զրույցների և ուշադրության նուրբ ժեստերի միջոցով։ Ի վերջո, անկեղծությունն ու հետևողականությունը կամրապնդեն ձեր հարաբերությունները այս ժամանակահատվածում։ Առյուծ. մուտք գործելով հանրային ուղեծիր և ամրապնդելով դերերը։ Առյուծների համար լիալուսինը կբացի դռներ դեպի հասարակական կյանք, կապեր, հանրային նախաձեռնություններ և այն մարդկանց շրջանը, ովքեր կարող են ազդել ձեր կարիերայի և հեղինակության վրա։ Հիմա լավ ժամանակ է ձեր ուժեղ կողմերը ցուցադրելու համար կոնկրետ գործողությունների միջոցով, կազմակերպելով հանդիպում, առաջարկելով գաղափար խմբին կամ մասնակցելով թիմային նախագծին։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք ներկայանում հանրությանը։ Փոքր մանրամասները, ձեր խոսքի ձևը, ձեր փաստարկների հետևողականությունը եւ ձեր գեղեցկությունը կարող են մեծ տարբերություն ստեղծել։ Մի խուսափեք գործընկերային առաջարկներից, այլ գնահատեք նրանց գործնական արժեքը, անչեք մասնակցություն խոստանալու։ Ամսվա էներգիան կօգնի ձեզ գրավել ճիշտ մարդկանց, եթե անկեղծ լինեք ձեր մտադրություններում եւ պատրաստ լինեք թիմային աշխատանքի։ Երկվորյակներ, անձնական փոփոխություններ, որոնք գալիս են խոսքերից եւ տեսքից։ Քանի որ լուսինը լուսավորում է ձեր նշանը, բոլոր ներքին տեղաշարժերը հատկապես սուր կլինեն։ Ձեր անձնական կյանքը, մտերիմ հարաբերությունները եւ ինքնաճանաչումը կենթարկվեն վերանայման։ Դուք կարող եք հայտնաբերել, որ վաղուց մոռացված զգացմունքները պահանջում են ուշադրություն, կամ կարող եք հասկանալ, որ ցանկանում եք այլ ձևաչափ ձեզ մտերիմների հետ շփվելու համար։ Սա լավ ժամանակ է անկեղծ զրույցի համար, սակայն կարևոր է խոսել հստակ եւ զգուշորեն, վիրավորված զգացմունքներից խուսափելու համար։ Եթե մտածում եք ձեր հարաբերությունների առաջնահերթությունները փոխելու մասին, դա արեք գիտակցաբար։ Գրառեք ձեր զգացմունքները գրավոր, քննարկեք դրանք մեկ առ մեկ եւ մի պահանջեք անհապաղ պատասխան։ Լիալուսինը կբացի ձեր ունակությունը լսելու կապվածության թաքնված թելերը։ Սա համարեք ազնիվ եւ հասուն ընտրություն կատարելու հնարավորություն։ Խեցգետին։ Սիրային հարցերը կենտրոնական տեղ են գրավում։ Խեցգետինների համար լուսնային էներգիան կլուսավորի զգացմունքների եւ սրտի հարցերի ոլորտը։ Հին թյուրըմբռնումները կդառնան ավելի պարզ եւ մտերմության նոր հնարավորությունները կթվան ավելի հավանական։ Սա լավ ժամանակ է վերակառուցելու հուզական սահմանները կամ ընդհակառակը ավելի խորը բացվելու սիրելիի առջև։ Գործողությունների ընթացքը կախված է ձեր անկեղծ երկխոսության պատրաստակամությունից։ Եթե հակված եք խուսափել, փորձեք սկսել փոքր խոստովանություններից։ Եթե երկար ժամանակ սպասել եք լուծման, պատրաստեք ձեր կարիքների հստակ ձևակերպում։ Հարգեք ձեր անձնական տարածքը եւ մի թողեք, որ հույզերը ձեզ մղեն շտապ գործողությունների։ Ավելի լավ է ձեր զգացմունքներին ձև տալ անկեղծ զրույցների եւ ուշադրության նուրբ ժեստերի միջոցով։ Ի վերջո, անկեղծությունն ու հետևողականությունը կամրապնդեն ձեր հարաբերությունները այս ժամանակահատվածում։ Առյուծ՝ մուտք գործելով հանրային ուղեծիր եւ ամրապնդելով դերերը։ Առյուծների համար լիալուսինը կբացի դռներ դեպի հասարակական կյանք, կապեր, հանրային նախաձեռնություններ եւ այն մարդկանց շրջանը, ովքեր կարող են ազդել ձեր կարիերայի եւ հեղինակության վրա։ Հիմա լավ ժամանակ է ձեր ուժեղ կողմերը ցուցադրելու համար կոնկրետ գործողությունների միջոցով, կազմակերպելով հանդիպում, առաջարկելով գաղափար խմբին կամ մասնակցելով թիմային նախագծին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք ներկայանում հանրությանը։ Փոքր մանրամասները, ձեր խոսքի ձևը, ձեր փաստարկների հետևողականությունը եւ ձեր գեղեցկությունը կարող են մեծ տարբերություն ստեղծել։ Մի խուսափեք գործընկերային առաջարկներից, այլ գնահատեք նրանց գործնական արժեքը, անչեք մասնակցություն խոստանալու։ Ամսվա էներգիան կօգնի ձեզ գրավել ճիշտ մարդկանց, եթե անկեղծ լինեք ձեր մտադրություններում եւ պատրաստ լինեք թիմային աշխատանքի։